ձայների։ Եռակշիռ մեծամասնությամբ 523 կողմ 3 դեմ 84 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանը մարտի 13-ին հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում Արցախի նախկին ղեկավարության մասին կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։ Եվրոպական խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ փաստաթուղթը ընդգծում է հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում արգելված հոգեմետ միջոցներով։ Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության և իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։ Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվել է մարտի 13-ին, մյուսը նախընտրել է հրապարակել կիրակի։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքները ավարտվել են։ Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը։ Ապագործակալության փոխանցմամբ մարտի 13-ին Բաքվում այս մասին հայտարարել է Ադրբեջանի ագնահարար Ջերհուն Բայրամովը։ Նրա խոսքով հաջորդ փուլում Հայաստանի սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները, բացի այդ պետք է լուծարվեն Միսկի հումն ու դրա մնացորդները։ Մերձ Մոսկովյան շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների վերջին հարձակման հետևանքով հայ կին ուժերն բուժման կտեղափոխվի, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մարտի 11-ի գիշերը Ռուսաստանի քաղաքները ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որը եղել է Ուկրաինայի հետ պատերազմի ողջ ընթացքում ամենամեծը։ Համացանցում կրկին շրջանառվում է այն տեսանյութը, որտեղ տարիներ առաջ Փինք Մարտինի խումբը կատարել է «Ով սիրուն» երգն ու հիացրել դիտորդներին, այն կես միլիոնից ավելի դիտում ունի սոցցանցում։ Իսկ դու անիրա դավաճանեցի